Անգլիական և իռլանդական լեգենդներ Բեովուլֆ Դարերի միջով անցել և մեզ են հասել այն հնագույն երգերը, որոնք պատմում են Դանիայի թագավորների և Սքիլդ ցեղերի արքայական պալատի մասին։ Սքիլդերի արքա Ռոթգարը բարի և իմաստուն թագավոր էր։ Իր իշխանության տարիներին նա Աստծո օգնությամբ կառուցել էր մի շքեղազարդ պալատ և անվանել Հեորոթ։ Հեորոթում ամենագեղեցիկը խնջույքների դահլիճն էր։ Այդ մեծ դահլիճի պատերը զարդարված էին եղջյուրներով, իսկ հատակը հազվագյուտ փայտից մի չքնաղ նախշանկար էր։ Հեորոթի փառքն արծվի թռիչքից էլ արագ թռել հասել էր հարևան ժողովուրդներին։ Եվ ահա, նախապես ծանոթ լինելով արքա Ռոթգարի իմաստությանն ու բարությանը, մարդիկ շտապում էին Դանիա։ Հեռու մոտիկ երկրներից, ձիով թե նավով, նրանք գալիս էին Սքիլդերի երկիրը, Հեորոթ պալատով հիանալու և մեծ դահլիճի խնջույքներին մասնակցելու։ Ուրախություն էր չորս բոլորը։ Գետի պես հոսում էր գինին, թնդում էր անզուսպ ծիծաղը։ Սակայն այդ ուրախությունը երկար չտևեց։ Մի օր ահ ու սարսափից մթնեց դահլիճը։ Դրա պատճառը ավարի ու կոտորածի եկած թշնամու զորքերը չէին։ Վաղորդյան աղջամուղջին մահը այլ կերպ սողոսկեց դահլիճ։ Խնջույքից հետո խաղաղ էր պալատը։ Լռել էին զրույցները, լռել էին տավղի նվագն ու բարդերի երգը։ Լսվում էր միայն դահլիճում քնած մարդկանց համաչափ շնչառությունը։ Եվ ահա այդ ժամանակ զարհուրելի հրեշ Գրենդելը դուրս ելավ լճի խորքերից և մթի միջով խուժեց Հեորոթ պալատը։ Հրեշը մեծ դահլիճում իր շանթարցակ աչքերով իբրև զոհ ընտրեց 30 քաջարի զինվոր։ Եվ հազիվ էր նա ճանկել առաջինին, երբ արյան հոտից գլուխը պտտվեց։ Դժոխքից դուրս պրծած դևի նման նա հարձակվեց մյուս քնածների վրա։ Հրեշը թափեց զոհերի արյունը և հրճվեց թշվառների աղեկտուր ճիչերով այնքան ժամանակ, մինչև դահլիճում կտրվեց մարդկային վերջին շունչը։ Ապա նա իր սպանած 30 դիակներից մի զարհուրելի փունջ կազմեց ու հեռացավ դեպի լիճը։ Այնտեղ էր գտնվում հրեշի որջը։ Լուսացավ։ Պալատից մինչև լիճը ձգվում էին արյան բոսորագույն հետքեր։ Դրանք պատմում էին Գրենդելի սարսափելի արարքի մասին։ Այդ մահասարսուռ դեպքից հետո անամոք վիշտը պատեց արքա Ռոթգարին և նրա ժողովրդին։ Իզուր էր փորձում արքան մխիթարել և հույս տալ մարդկանց։ Նա ինքն էլ մի թաքուն վախով սպասում էր հաջորդ օրվան։ Եվ անտեղի չէր այդ վախը։ Մյուս գիշեր կրկնվեց նույն մղձավանջը։ Գրենդելի հետ մենամարտելն անհնար էր։ Գիշերը նա անողոք սպանում ու խեղդում էր ձեռքն ընկածին։ Իսկ ցերեկով նրան գտնելու մասին խոսք անգամ լինել չէր կարող։ Այն սարսափազդու լիճը, որտեղ Գրենդելի որջն էր, իր խորքում թաքցնում էր անթիվ վտանգավոր անակնկալներ ու գաղտնիքներ։ Այսպես մռայլ ու կսկիծով լի անցնում էին օրեր, ամիսներ, տարիներ։ Մարդիկ լքել էին Հեորոթը։ Երբեմնի շքեղ պալատը այժմ դարձել էր սառը, անհյուրընկալ մի բնակավայր, որտեղ ապաստանել էր մահը։ Հուսահատ արքան փորձում էր գանձերով մեղմել Գրենդելի հրեշավոր ագահությունը, բայց Գրենդելը արյունի էր ծարավ։ Ամբողջ 12 տարի տառապում էր Դանիան։ Քանի քաջեր էին չար հրեշի զոհը դարձել, և քանի գարուն էր անցել, որ բարդերը երգում էին միայն տխուր, վշտոտ երգեր։ Նրանք պատմում էին իրենց երկրի գլխին եկած դժբախտության մասին, ողբում էին քաջերի մահը։ Բարդերի երգերը
տարածվում էին հեռու երկրի սահմաններից դուրս։ Եվ ահա 12-րդ տարում այդ տխուր երգերը հասան Գիթերին։ Բեովուլֆը, Գիթերի արքա Հիգելակի եղբոր որդին, իմացավ Դանիայի թշվառ դրության մասին։ Բարդի երգը լսելիս ճմլվեց նրա սիրտը, կսկծաց հոգին, ու առանց ժամանակ կորցնելու նա շտապեց օգնության հասնել Սքիլդ ժողովրդին։ Բեովուլֆն ընտրեց 14 ամրակազմ ու հավատարիմ զինվոր։ Փութով կառուցեց մի նավ, եւ երբ ամեն ինչ պատրաստ էր, երբ տախտակամածի վրա շողշողում էին զրահներն ու սրերը, նա մեկնելու հրաման տվեց։ Նավը սրաթև թռչունի նման նետվեց փրփրած ալիքների մեջ, 2 ցերեկ ու 2 գիշեր ճեղքեց օվկիանոսի մոխրագույն ջրերը։ Միայն երրորդ օրը արևածագին քամուց փքված առագաստներն իջան։ Առջևում Դանիան էր։ Ափամոտ ժայռերը փայլփլում էին արևի տակ։ Գիթերը խարիսխ նետեցին եւ փառք տվին Աստծուն հաջող նավարկության համար։ Դեռ չէին հասցրել ափ դուրս գալ, երբ մի ձայն կանչեց. «Էհեյ, ովքեր եք դուք, եւ ինչու եք մեր երկիրը եկել այսպես զինված»։ Բեովուլֆը բարձրացրեց գլուխը եւ տեսավ բլուրն ի վար իջնող մի ձիավորի։ Նա այս ափերի պահակն էր, արքա Ռոթգարի հավատարիմ զինվորներից մեկը։ Հասնելով ջրին, ձիավորը կանգ առավ։ Բեովուլֆը այսպես պատասխանեց նրան. «Մենք Գիթեր ենք, արքա Հիգելակի երկրից։ Եկել ենք պարզելու, ճիշտ են արդյոք այն պատմությունները Հեորութի մասին, որ երգում են բարդերը։ Եվ եթե իսկապես ճիշտ են, ապա մենք առաջարկում ենք մեր օգնությունը։ Այս քաջերի համար սարսափելի չեն հրեշներն ու դևերը։ Ես ինքս էլ առաջնորդ Էքթեովի որդին եմ։ Երևի գիտես, որ Էքթեովը իսկական հերոս էր։ Նա կյանքում անթիվ սխրանքներ է գործել։ Տա Աստված խոսքերդ գործ դառնան, կանչեց հեծյալը։ Ես կառաջնորդեմ ձեզ արքա Ռոթգարի մոտ, իսկ իմ մարդիկ կհսկեն ձեր նավը։ Գնանք։ Գիթերը նավն ամուր կապեցին ջրից դուրս ցցված ժայռերից եւ հետևեցին ձիավորին։ Շուտով նրանք հասան պալատ։ Դարպասների մոտ հեծյալը կանգ առավ։ Ահա եւ տեղ հասանք, ասաց նա։ Այժմ ես պետք է վերադառնամ ափ, Աստված ձեզ հետ։ Պահակը շուռ տվեց ձիու գլուխը ու սլացավ։ Բեովուլֆն ու նրա խումբը մտան Հեորոտ պալատը։ Պալատի ճոխությունն ու հարստությունը ապշեցրեց նրանց։ Դեռ զարմանքից ուշքի չէին եկել, երբ իրենց դիմաց տեսան արքա Ռոթգարին։ Բեովուլֆը սթափվեց եւ խոր գլուխ տալով ողջունեց Դանիայի թագավորին։ Մի փոքրիկ ժպիտ լուսավորեց արքայի հոգնած, կնճռոտած դեմքը։ Բարով ես եկել քաջ Էքթեովի որդի, ասաց արքան։ Բարի գալուստ քո ազնիվ ընկերներին։ Գիտես արդյոք, թե ինչ դժվար գործ ես ձեռնարկել։ Չնայած քո երկաթե բազուկների ուժը գերազանցում է 30 քաջերի ուժին, այնուամենայնիվ ես նախազգուշացնում եմ քեզ։ Միասին վերցրած շատ հերոսներ են գիշերն անցկացրել Հեորոթում, բայց նրանցից եւ ոչ մեկը չի տեսել այգաբացը։ Գրենդելը սպանել է նրանց, ջարդոտել է նիզակներն ու թրերը։ Մարդ թե ճանճ, նիզակ թե ծղոտ, միևնույն են հրեշի համար։ Զգուշացիր։ Ողջույն քեզ արքա, համարձակ պատասխանեց Բեովուլֆը։ Եթե մահն այստեղ է ինձ սպասում, ուրեմն սա է իմ ճակատագիրը։ Բայց ես իհարկե կյանքս հեշտությամբ չեմ զիջի։ Մինչև արյանս վերջին կաթիլը կկռվեմ։ Ես Գրենդելի դեմ դուրս կգամ մերկ բազուկներով, առանց զենք ու զրահի։ Ինչպես հասկացա քո ասածից, Վահանն ու Սուրը անզոր են նրա դիվային ուժի առաջ։
Բեովուլֆի խոսքերը լսեցին հավաքված դանյացիները։ Հույսի մի նոր շող կայծկլտաց նրանց աչքերում։ Այդ օրը արքա Ռոդգարը գիթերի պատվին ճոխ սեղան բացեց։ Մեծ դահլիճը հիշեց իր նախկին օրերը, վաղեմի փառքը։ Այն կրկին փայլեց զնգուն զենքերի, շողափայլ զրահների և պալատական տիկնանց գեղեցկությամբ։ Խրախճանքի թեժ պահին ներս մտավ թանկագին քարերով ու ոսկեկար ժապավեններով զարդարված թագուհի Վելթեոն։ Դահլիճը թնդաց ողջույնի կանչերից։ Թագուհին բարձրացրեց գինով լի գավաթը և տվեց Բեովուլֆին։ Երիտասարդ գիթը խիստ զգացված այսպես պատասխանեց. Թագուհի, կամ մեր նավը տուն կվերադառնա հերոսներով, արժանի, որ թագուհին խմի նրանց կենացը, կամ էլ կյանքներս զոհելով Դանիայի երջանկության համար կմնանք հավերժ խարսխված նրա ափերին, որպես ընկերների մի դամբանաթումբ։ Մթնշաղին ստվերները ձգվեցին, երկարեցին և խնջույքների դահլիճում մարեցին ձայները։ Դանյացիները քաշվեցին պալատի մյուս թևը, որտեղ ապահով էր։ Հեռանալիս արքա Ռոդգարը լուր սեղմեց Բեովուլի ձեռքը։ Նա ոչինչ չասաց, բայց մտքում մաղթեց քաջին նոր լուսաբացներ։ Մեծ դահլիճում մնացին գիթերը։ Բեովուլֆը իր ընկերներին պատվիրեց հանգստանալ։ Նավարկությունից և օրվա աղմուկից հոգնած զինվորները մեկնվեցին խսիրների վրա և անմիջապես քուն մտան։ Միայն նրանց առաջնորդը, մի կողմ դրած Սուրն ու Վահանը, արթուն հետևում էր գիշերվա մութին։ Նա երկար չսպասեց։ Հանկարծ դրսում մոլեգնած հողմի ոռնոց բարձրացավ։ Հաջորդ վայրկյանին Բեովուլֆի ականջին հասավ դարպասների երկաթե նիգերի ճռռոցն ու խորտակվող պարիսպների դղրդյունը։ Քիչ անց մեծ դահլիճի դուռը շրխկոցով մի կողմ թռավ ու երևաց Գրենդելը։ Նրա վրայից գարշահոտ լպրծուն տիղմ էր կատկտում։ Աչքերը դուրս էին պրծել ակնապիճներից և արնակալած էին։ Կարծես ուզում էին ամեն ինչ լափել։ Հրեշ Գրենդելը չէր էլ կասկածում, որ եկել է իր վերջը։ Նա ագահաբար փնտրում էր առաջին զոհին։ Գրենդելը վրա պրծավ, թաթի հարվածով սպանեց քնածներից մեկին։ Ժանիքները խրեց մարմնի մեջ և սկսեց խմել տաք արյունը։ Նա մեկով չբավարարվեց, թաթը մեկնեց, որ ճանկի երկրորդ զոհին, երբ հանկարծ մի սոսկալի ցավ զգաց։ Երկու երկաթե ձեռքեր ճզմում էին նրան։ Հրեշի դեմ մենամարտի էր ելել Բեովուլֆը։ Նրա բազուկների ուժը գերազանցում էր 30 քաջերի ուժին միասին վերցրած։ Իզուր էր Գրենդելը ճգնում ազատել իրեն, իզուր էր փախչելու փորձեր անում։ Բեովուլֆը ամուր բռնել էր նրա թևերից և ջարդոտում էր ճանկերը։ Սոսկալի ցավից Գրենդելը խելակորույս գալարվում էր։ Նրա ոռնոցից դղրդում էր պալատը։ Մենամարտի աղմուկն առել էր ողջ Դանիան։ Տների պատերը ցնցվում էին։ Մարդիկ սարսափահար շունչները պահած սպասում էին պայքարի վերջին։ Քնից արթնացած գիթերը սրերն առած հարձակվել էին Գրենդելի վրա։ Նրանք ուզում էին օգնել Բեովուլֆին, բայց ոչինչ չէր ստացվում։ Սրերն ու նիզակները զնգոցով զարնվում էին Գրենդելի անխոցելի մարմնին և ետ էին շպրտվում։ Բեովուլֆը մենակ հերոսաբար կռվում էր։ Իր հզոր ձեռքերով փշրում էր Գրենդելի ոսկորները։ Արնաշաղախ Գրենդելն աշխատում էր փախչել դահլիճից։ Նա ուժասպառ էր եղել։ Ու հանկարծ նրա մի թևը պոկվեց, ընկավ հատակին։ Գրենդելը ցավից ոռնաց, մի կերպ դիմադրելով հրեշը դուրս պրծավ պալատից ու սողաց դեպի լիճը։ Բեովուլֆը չհետապնդեց նրան։ Երբ հորիզոնը շառագունեց արևից, արքա Ռոդգարն ու դանյացիները շտապեցին դահլիճ։ Նրանք անհամբեր ուզում էին տեսնել այն թևը, որը 12 տարի շարունակ մահ էր սփռում իրենց երկրում։ Թևը մի լավ զննելուց հետո
Արքան, գիթերը և դանյացիները գնացին հրեշի հետքերով և հասան լիճը։ Լճի ջրերն արյունոտ էին։ Գրենդելը շունչը փչում էր լճի խորքերում։ Հենց այստեղ, լճի ափին, բարձր պահելով հրեշի թևը, արքան շնորհակալություն հայտնեց Բեովուլֆին։ Եթե նույնիսկ հեղեղեմ քեզ գանձերով, ես երբեք չեմ կարողանա վարձահատույց լինել արածիդ համար։ Թերևս ամենամեծ շնորհակալությունն այս է. այսօրվանից քեզ ընդունում եմ իբրև որդի։ Ես էլ կաշխատեմ լինել իսկական հայր։ Մեր հաղթանակը Աստծո կամքն էր, պատասխանեց Բեովուլֆը։ Բայց ես կուզեի աչքովս տեսնել Գրենդելի մահը։ Ով գիտի, ինչեր է դեռ թաքցնում այս լիճը։ Բեովուլֆի հերոսության լուրը մի ակնթարթում տարածվեց աշխարհով մեկ։ Թագավորներն ու առաջնորդները շտապեցին հեորուտ հասնել մինչև մայրամուտ։ Նրանք գալիս էին գիթերին մեծարելու։ Երբ խումբը լճի մոտից վերադարձավ պալատ, մեծ դահլիճում խնջույքն արդեն սկսվել էր։ Գավաթներից մեղր ու գինի էր ծորում։ Ուրախ ծիծաղը խառնվել էր բարդերի երգերին և տավիղի նվագին։ Թագավորը, Բեովուլֆը և մյուսներն էլ սեղան նստեցին, կենաց խմեցին։ Արքա Ռոդգարը Բեովուլֆին և նրա ընկերներին տեսակ ընծաներ տվեց։ Մի գեղեցիկ թուր, ոսկեկար դրոշ, վերտեր, 8 արքայական ձի ընտիր թամբերով։ Թագուհին էլ իր հերթին Բեովուլֆի ընծաներին ավելացրեց մի մատանի, ոսկե ապարանջան և օղազրահ։ Միայն ուշ գիշերին հյուրերն սկսեցին ցրվել։ Բեովուլֆն ու իր ընկերները այս անգամ չմնացին մեծ դահլիճում։ Այնտեղ արդեն ըստ հին կարգ ու կանոնի պահակներ էին նշանակված։ Մինչ հեորոտ պալատում թնդում էր խնջույքը, այն ահասարսուռ լճի խորքերից լաց ու կոցի ձայներ էին գալիս։ Գրենդելը միայնակ չէր ապրում իր որջում։ Նա ուներ մի պառավ վհուկ մայր։ Այդ վհուկի համար էր հրեշն ամեն գիշեր որսի դուրս գալիս։ Ու հիմա մեռնում էր Գրենդելը, մարդկանց ատող և մարդկանց սպանող Գրենդելը։ Որդու դիակի առաջ ծնկի եկած մորմոքում էր վհուկը։ Նրա պառաված աչքերը բռնկվել էին վրեժի բոցով։ Նախկինում նա երբեք չէր համարձակվել դուրս գալ լճից, սակայն հիմա զայրույթից ու հյուսահատությունից մոռացել էր ամեն զգուշություն։ Նա պետք է որդու մահվան վրեժն առներ։ Ու վհուկը վամպիրի նման դուրս թռավ լճից, հասավ հեորոտ և խուժեց դահլիճ։ Դանյացիները նրան դիմավորեցին զենքով։ Վհուկի ճանկերից պաշտպանվելու համար վահանները առաջ պարզած նրանք փորձեցին շրջապատել թշնամուն։ Բայց պառավը շատ արագ հասկացավ, որ չունի որդու գերբնական ուժը։ Նա փութով ճանկեց մի դանյացի ռազմիկի, պատից պոկեց Գրենդելի թևը և փախավ պալատից։ Վհուկի տարած ռազմիկը Իսքերն էր, արքա Ռոդգարի ամենամոտիկ խորհրդականներից մեկը։ Նորից արքան մթնեց վշտից։ Առավոտյան նա գնաց Բեովուլֆի մոտ և այսպես խոսեց. Բեովուլֆ, որդիս, ես նորից քո օգնությունն եմ խնդրում։ Աստծուն էլ հայտնի է, որ սա վերջին անգամն է։ Իսքերի մահը շատ ծանր հարված է մեզ համար։ Ես սիրով կօգնեմ ձեզ, արքա, պատասխանեց Բեովուլֆը։ Եկեք առանց ժամանակ կորցնելու թամբենք մեր ձիերը։ Ես չեմ խաղաղվի, մինչև չսպանեմ այդ մարդակեր վհուկին։ Ռազմիկներն անմիջապես թամբեցին ձիերը և արքա Ռոդգարի առաջնորդությամբ սլացան վհուկի թողած հետքերով։ Այդ հետքերը կարմիրով էին ներկել Իսքերի դին։ Հեծյալները գնացին ոլոր-մոլոր կածաններով, անտառներով, ճահիճներով և ի վերջո հասան մի ժայռի։ Ժայռը կախված էր հենց լճի վրա։ Այնտեղ հետապնդողներին ծաղրելու համար վհուկը թողել էր Իսքերի գլուխը։ Արքան հրամայեց շեփորել։ Շեփորների բարկացկոտ կանչերից դղրդաց օդը։
Լճի մակերես դուրս սողացին տարօրինակ արարածներ, հրեշավոր ձևերի օձեր և սողուններ։ Նրանց տեսնելով Բեովուլֆն անմիջապես գլխի ընկավ, թե որտեղ է իր թշնամին։ Առանց մազաչափ իսկ տատանվելու նա ջուրը նետվեց։ Ավելի ու ավելի խորը սուզվեց գիթը լճի մեջ։ Եվ վերջապես ոտքերի տակ զգաց կարծր հատակը։ Դեռ չէր հասցրել Բեովուլֆը շուրջը նայել, երբ Գրենդելի վհուկ մայրը հարձակվեց նրա վրա։ Վհուկն ուզեց պատառոտել քաջին, բայց նրա երկար եղունգները սահեցին զրահի վրայով և նույնիսկ չկարողացան քերծել այն։ Բեովուլֆը, չնայած 4 կողմից հարձակվող տարօրինակ հրեշներին, կամաց վհուկին քշեց դեպի Գրենդելի ստորջրյա որջը։ Որջին հասնելով, նա ապշահար կանգ առավ։ Այնտեղ ջուր չկար։ Հատակին, կենտրոնում, վառվում էր մի պայծառ խարույկ։ Խարույկի լույսով Բեովուլֆը տեսավ վհուկին, տեսավ, թե ինչպես սա վրա պրծավ որջանկի իրեն։ Քաջ գիթը անմիջապես դուրս քաշեց սուրը և սրընթաց իջեցրեց վհուկի գլխին։ Բայց թրի շեղբը չվնասեց նրան։ Պառավը իր որդու նման անխոցելի էր։ Բեովուլֆի անհաջողությունից ոգևորված, վհուկը մի մեծ դաշույն ձեռքին վրա նետվեց և գետին տապալեց քաջին։ Ու եթե չլիներ ամուր օղազրահը, Բեովուլֆն էլ իսկերի նման դիվային վրեժի զոհը կդառնար։ Սակայն գիթը մի հզոր հարվածով դեն շպրտեց վհուկին և ճարպիկ ոսტյունով վեր թռավ տեղից։ Հանկարծ նրա աչքովն ընկավ պատից կախված մի սուր, որի նմանը դեռ երբեք չէր տեսել։ Բեովուլֆը պոկեց այդ ծանր ու մեծ զենքը և իր բազուկների ամբողջ ուժով հարվածեց վհուկի գլխին։ Սպանված վհուկը գլորվեց նրա ոտքերի տակ։ Գլխավերևում անմիջապես շողշողաց արևը։ Նրա ճառագայթները լուսավորեցին սպանված Գրենդելի դին։ Եվ չնայած այն անշարժ էր, Բեովուլֆը սարսռաց։ Գրենդելին նայելիս մարդու արյուն սառչում էր երակներում։ Հերոսը սուրը բարձրացրեց մի վերջին հարվածի համար և նախքան ափ դուրս գալը, թռցրեց Գրենդելի գլուխը իբրև հաղթության խորհրդանիշ։ Նա մտածեց, թե որքան կզարմանա և կուրախանա արքան տեսնելով իրեն։ Բայց երբ ափ ելավ, արքան ու նրա զինակիցներն արդեն չկային։ Միայն հավատարիմ գիթերն էին սպասում իրենց առաջնորդին։ «Մենք երկար սպասեցինք քո վերադարձին», բացատրեցին նրան։ Երբ լիճը պղտորվեց արյունով, արքա Ռոդգարը մտածեց, թե քեզ սպանեցին և իր մարդկանցով վերադարձավ Հեորոտ։ Սակայն մենք հույսներս չկորցրինք։ Եվ այսպես Բեովուլֆը դարձավ Հեորոթի հերոսը։ Մի օր էլ նա կարոտեց հայրենի երկիրը և արքայից վերադառնալու թույլտվություն խնդրեց։ Արքա Ռոդգարը Բեովուլֆին տվեց 12 սքանչելի ընծա, ապա մեծ շուքով ճանապարհ դրեց դեպի հայրենիք, գիթերի երկիրը։ Այդ ժամանակներից սկսած Բեովուլֆը դարձավ բարդերի հորինած բալադների հերոսը։ Իսկ երբ նրա հորեղբայրը արքա Հիգելակը մահացավ, նրան ընտրեցին գիթերի թագավոր։ Իմաստուն արքա Բեովուլֆը խաղաղությամբ կառավարեց իր երկիրը 50 տարի։